Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Ղուդատյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է քաղաքի մի շարք փողոցների հիմնանորոգումներին, մասնավորապես անդրադարձ է կատարվել Շիրակացու փողոցին, որը կհիմնանորոգվի պետբյուջեի միջոցներով։ Այդ փողոցի աշխատանքները ներառվել են պետական բյուջեի ֆինանսավորման ծրագրում եւ պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ հիմա առաջիկայում կմեկնարկի նաեւ բուն շինարարական գործընթացի մրցույթային փուլը եւ առաջիկայում նաեւ շինաշխատանքներ կմեկնարկեն այդ փողոցում, որը Գյումրիի համար կարևոր նշանակություն ունեցող փողոցներից մեկն է։ Ընդհանուր առմամբ դուք ականատես եք եղել, որ բազմաթիվ փողոցներ այս ընթացքում տարբեր ծրագրերի արդյունքում նորոգվել եւ հիմնանորոգվել են Գյումրիում եւ առաջիկա տարիների ընթացքում այդ տեմպը ոչ միայն չի կրճատվելու, այլև ավելի է բազմապատկվելու եւ պետական բյուջեի ուղիղ ֆինանսավորմամբ եւ նաեւ պետական համաֆինանսավորման ծրագրով պետություն համայնք համաֆինանսավորմամբ։ Շարունակվում են անբարեկարգ մնալ նաեւ Գյումրի համայնքի Անի թաղամասի փողոցները, որոնց ասֆալտապատման աշխատանքներին թաղի բնակիչները արդեն երկար տարիներ է սպասում են։ Այս առումով Ղուդատյանը նշում է ՎԶԲ եւ Համաշխարհային բանկի փողոցաշինական ծրագրերում ներառված աշխատանքները առաջիկայում կմեկնարկեն։ Մենք հետեւյալ պատկերը ունենք հանրապետության տարբեր քաղաքներում, այդ թվում Գյումրիում, երբ որ հարյուրավոր կենտրոնական փողոցներ եւ կարևոր թաղամասեր պատշաճ ուշադրության չեն արժանացել եւ 30, 40, 50 տարվա հողային կամ ասֆալտապատ ճանապարհներ եւ թաղամասեր ունենք։ Ձեր նշած թաղամասի մասով էսպային խճապատման աշխատանքներ են իրականանում եւ առաջիկայում նաեւ բուն շինարարական process-ը կմեկնարկի, այնպես որ այս թաղամասը, ինչպես Գյումրիում այլ թաղամասեր, նորմալ տեսք ունենան գյումրեցիներին արժանի միջավայր կդառնան։ Իսկ թե երբ է հստակ ժամանակացույցը աշխատանքների մեկնարկի, նախարարը չի նշում։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, Հայկ Կապրելյան այսօր։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաեւ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ հարցեր։ Ազգային ժողովում մեկնարկեցին կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցների քննարկումները։ Գլխադասային հանձնաժողովներին կներկայացվեն բոլոր գերատեսչությունների կատարած աշխատանքները։ Խորհրդարանական քննարկումների շարքում առաջինը երկրի արտաքին բլոկն է։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատգամավորներին մանրամասն ներկայացրեց իր ղեկավարած կառույցի կատարողականը, խոսեց մեր երկրի վարած արտաքին քաղաքականության եւ հայկական օրակարգի առանցքային հարցերի շուրջ։ Մինչ այդ, սակայն, նախարարն անդրադարձավ հանրության շրջանում հնչած մտահոգություններին ու շահարկումներին, որոնք առաջացել էին Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից արված հայտարարությունից հետո, երբ կողմերը փաստել էին, որ ավարտված են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները եւ տեքստը համաձայնեցված է։ Տարբեր մտահոգություններին ի պատասխան Միրզոյանը խորհրդանից հստակ դիմեց հանրությանը։ Հարգելի գործընկերներ, հարգելի քաղաքացիներ, համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին։ Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, երկկողմ պատրաստակամություն, այդ թվում նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում։ Արտաքին գերատեսչության պատասխանատուն եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայաստանի մոտեցումը ապաշրջափակման մասով փոփոխություններ չի կրել։ Այս համատեքստում նախարարը նաեւ շեշտեց, որ հայկական կողմը կառուցողական երկուստեք ընդունելի առաջարկ է ներկայացրել ադրբեջանական կողմին։ Եվ այդ առաջարկը հետեւյալն է՝ նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից, բայց ինչպես նախկինում, այժմ էլ եւ վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում եւ պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվեն, մնալու են եւ գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են, այսինքն Հայաստանի Հանրապետության բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են Հայաստանի Հանրապետության եւ գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո եւ օրենսդրությանը համապատասխան։
Մենք նաև կարծում ենք, ինչպես եւ նախկինում համոզված ենք, որ որևէ երրորդ ուժի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա, ընդգծեց Արարատ Միրզոյանն ու հավելեց. Լեռների օրինակ անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել այլ քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ։ Համաձայնեցված տեքստի վերաբերյալ մտահոգություններն ունեն տարբեր ընկալումներ եւ դրանք չեն համապատասխանում իրականությանը, արտաքին գործերի նախարարը հստակ պատասխանեց նաեւ վերաբնակեցումների մասով հնչած շահարկումներին։ Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված եւ հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիները ապրել են։ Համաձայնեցված տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա, առավել եւս չկա երկրների սահմանադրությունների մասին կարգավորումների կետ։ Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության մասին, հայտնի է, որ մենք տեսնում ենք այնտեղ որոշակի նկրտումներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց եթե նույնիսկ տեսականորեն իսկապես սահմանադրություններում կարող են լինել այդպիսի պահանջներ, ապա նաև մենք համաձայնագրի տեքստի ստորագրմամբ եւ վավերացմամբ, իդեպ այդ վավերացումը կրկին պետք է անցնի մեր սահմանադրական դատարանով մեր պարագայում, մենք ընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված։ Խաղաղության համաձայնագրի մասով հաջորդ դիտարկմամբ էլ Միրզոյանը նշեց. պատմությունից է հայտնի, որ խաղաղության պայմանագրերը միանգամից բոլոր հարցերի պատասխանները չեն տալիս։ Միանգամից այդպես կախարդական փայտիկով երկու երկրներին եւ ժողովուրդներին բարեկամներ չի դարձնում, համագործակից չի դարձնում, իհարկե լինում են բազմաթիվ հարցեր, այդ թվում զգայուն եւ գերզգայուն, որոնք հետո պետք է քննարկվեն, կարգավորվեն, բայց կարևոր է օրինակ նշել, որ այս համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնք մենք եւ Ադրբեջանը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարող ենք օգտագործել խնդիրները լուծելու համար։ Փաստաթղթի վերաբերյալ շահարկումների շրջանակում նախարարն անդրադարձավ նաև ԵՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով արդեն փաստաթղթավորված, եթե կարելի ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին եւ այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Արարատ Միրզոյանը շեշտեց, որ փաստաթղթում տեղ գտած համաձայնեցված որևէ դրույթ ու պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել միայն համաձայնագրի ստորագրումից, վավերացումից եւ ուժի մեջ մտնելուց հետո։ Նախորդ դարի կեսերին կառուցված ու այս ընթացքում ընդամենը մի քանի անգամ թեթև կոսմետիկ նորոգված Աբովյան քրեակատարողականը հիմա հիմնանորոգված մասնաշենքեր ունի։ Դատապարտյալների կացարանից վերասոցիալականացման կենտրոնից հետո արդեն պատրաստ է նաև կալանավորված անձանց համար նախատեսված մասնաշենքը։ Աբովյան քրեակատարողական հիմնարկ ինքս պարբերաբար եմ այցելել, այսօր ինձ համար շատ ուրախալի էր տեսնել այն փոփոխությունը, որը շենքային պայմանների առումով եղել է։ Աբովյան քրեակատարողականում պատիժը կրում է 76 մարդ, կանայք ու անչափահասներ։ Նաև այդ է պատճառը, որ այս հասցեն առաջնահերթության կարգով է կենսապայմանների բարելավման ծրագրում ներառվել։ Դեռ անելիք ունենք նաև այստեղ, խոսքը կարճաժամկետ եւ երկարաժամկետ տեսակցությունների սրահների, սենյակների մասին է եւ վերանորոգման աշխատանքներ նաև ակնկալում է, որ պետք է իրականացվեն նաև այդ սենյակներում։ Ավելի քան 60 միլիոն դրամ է ծախսվել քրեակատարողականի մեկուսարանների հատվածի նորոգման համար։ Բոլոր 31 խցերում թարմացվել է գույքը, մեկում պայմանները հարմարեցվել են հաշմանդամություն ունեցողների համար։ Բարեկարգվել են ընդհանուր օգտագործման տարածքները, իրականացվում են վերասոցիալականացման ծրագրեր։ Քաղաքականությունը բոլոր հիմնարկներում վերասոցիալականացման հնարավորությունները ուժեղացնելն է, կրթական ծրագրերի իրականացման համապատասխան կահավորանք ունեցող սենյակների առկայություն, կարի փոքրիկ ֆաբրիկայի հիմնադրման հետ կապված հայեցակարգ է ներկայում քննարկվում, որոնցում ներգրավվածության ցանկություն կարող են ունենալ հենց կանայք։ Նորոգման ծրագրով նոր տեսք է ստացել նաև Աբովյան քրեակատարողականի վարչական մասնաշենքը։ Ծառայողների համար ստեղծվել են աշխատանքային հարմար պայմաններ։
Հատուկ գործողություն է հատուկ նշանակության տղաների ներգրավմամբ։ Բոլոր քայլերն ու տեղաշարժերն ուսումնական են, ստուգողական, տղաները ցուցադրում են կարողությունները փակ տարածքում, շինության ներսում։ Ներսում անվտանգ է, դիպուկահարն է զբաղեցնում իր դիրքը, սպառնալիքը կարող է ներթափանցել, կանխելու է հենց միայնակ շրջող, խորքից դիրքավորված մարտիկը։ Նա ամենուր կարող է հայտնվել լեռներում, հարթավայրերում, բոլորի դեպքում հատուկ հանդերձով, կարող է տեղաշարժվել ժամեր, դիրքավորվել ու սպասել երկար, կրակել ակնթարթ ու հեռանալ։ Եվս մեկ գործողություն անտառային պայմաններում շարժվում են մեկ շարքով, զգոնությամբ, զգուշությամբ։ Մարզումները հերթական են ամենամսյա, ամենշաբաթյա, հատուկ նշանակության ստորաբաժանումները պարբերաբար դաշտային ու լեռնային շրջաններում կատարում են վարժանքներ կատարելագործում ուժերը։ Սա լավագույն ձևաչափն է հմտանալու նորեկներին արագ պատրաստելու։ Այսպիսի մարզումներում չափազանց կարևոր է պլանավորումը, հետո գործողության մեկնարկը, միմյանց հետ հաղորդակցումը, ցանկացած վտանգի դեպքում օպերատիվ ու ճշգրիտ արձագանքը, յուրաքանչյուր դրվագ առանձին ուշադրության առարկա է։ Ուսուցանելու ընթացքում մենք ենք ավելի կատարելագործվում, մեր անձնակազմի հմտությունները ավելի ենք բարձրացնում։ Ամենօրյա վարժանքի նպատակն է զինծառայողին հասցնել դիպուկ կրակելու ամենաբարձր աստիճանին, թիրախը հայտնվելու դեպքում անհրաժեշտ կլինի խոցել վարկենական եւ առավելագույն ճշգրտությամբ, այլապես հակառակն անխուսափելի է։ Այս դասերի ընթացքում յուրաքանչյուր զինծառայող դառնում է ինքնուրույն։ Ինքնուրույն է կայացնում իր որոշումները։ Իհարկե, խմբի ղեկավարն է որոշում ընդհանուր գլոբալ մեծ խնդրի վերաբերյալ որոշումը, բայց փոքր խնդիրները, որը հասու է անհատ զինծառայողին, ինքը ինքնուրույն է որոշում, ինչ անի եւ չի սպասում, կախում չի ունենում։ Դրա հետևանքով ինքը արագագործում ավելի։ Վարժանքները ձմեռային պայմաններում շարունակվում են եւ այս գործողությունները ամբողջ ուսումնական ծրագրի միայն մի մասն են։ Գործողությունների մեծ մասն անցկացվում է անծանոթ տեղանքում, գիշերային պայմաններում, որտեղ բարդությունը կրկնակի է, անձնակազմի պատրաստությունն ու պրոֆեսիոնալիզմը գործնականում ակնհայտ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է մարտի 18-ին զրուցել Վլադիմիր Պուտինի հետ։ Հանգստյան օրերին լուրջ աշխատանք է տարվել, ցանկանում ենք տեսնել արդյոք կարող ենք վերջ տալ այս պատերազմին։ Գուցե կարողանանք, գուցե ոչ, բայց կարծում եմ շատ լավ շանսեր ունենք, ասել է ԱՄՆ նախագահը։ Նա տեղեկացրել է, որ Պուտինի հետ մտադիր է քննարկել տարածքային զիջումների եւ էլեկտրակայանների նկատմամբ վերահսկողության հարցեր։ Նաեւ հայտնի է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը քննարկում են Թրամփ-Պուտին հանդիպման հնարավորությունը։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն էլ մանրամասներ է հայտնել անցած շաբաթ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից, նշել այն դրական էր։ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հեռավորությունը կրճատվում է, կարծում եմ Պուտինն ընդունում է Թրամփի փիլիսոփայությունը եւ ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Զելենսկին նույնպես շեշտել է պաշտոնյան հավելել, որ բանակցային սեղանին է այդ թվում Կուրսկի հարցը։ Ուիտկոֆը տեղեկացրել է, որ ամերիկյան կողմն առաջիկա օրերին կհանդիպի ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների հետ։ Ամերիկյան կողմը նախազգուշացնում է, եթե Մոսկվան չհամաձայնի հրադադարի առաջարկին, Վաշինգտոնը կարող է քայլեր ձեռնարկել։ Ռուս-ուկրաինական խաղաղ կարգավորման շրջանակում Ռուսաստանը կպահանջի անվտանգության ամուր երաշխիքներ, Ուկրաինայի չեզոք կարգավիճակ եւ ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության բացառում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Ռուս դիվանագետը դեմ է արտահայտվել Ուկրաինայում խաղաղապահ առաքելության տեղակայմանը։ Նա հավելել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ենթադրել անզեն դիտորդների քաղաքացիական առաքելության ներկայություն, որը կվերահսկի համաձայնագրի որոշ կետերի կյանքի կոչումը։ Գրուշկոն ընդգծել է, ցանկացած սցենար պետք է քննարկվի պայմանագրի ստորագրումից հետո։ Գրուշկոն նաև նշել է, որ Վաշինգտոն-Մոսկվա շփումների ֆոնին Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև երկխոսություն վերսկսելու հեռանկար ռուսական կողմը չի տեսնում։ Մարտի 16-ի գիշերը ամերիկյան ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիների օբյեկտներին, հրամանը տվել է ԱՄՆ նախագահը։ Նա անձամբ է հետևել գործողության անցկացմանը։ Դոնալդ Թրամփը նշել է, որ այսպիսով արձագանքում են Կարմիր ծովում ամերիկյան եւ այլ երկրների նավերի, ինքնաթիռների վրա հութիների հարձակումներին։ Թրամփը բողոքել է, որ հութիների գործողությունների հետևանքով Միացյալ Նահանգների եւ ամբողջ աշխարհի տնտեսությանը միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ մեղադրել է Իրանին հութիներին ֆինանսավորելու համար։
Թեհրանից արձագանքել են, կոչ արել Վաշինգտոնին դադարեցնել Իսրայելին աջակցությունը եւ հութիների սպանությունը։ Ըստ ամերիկյան կողմի ոչնչացվել են հութիների ղեկավարության ներկայացուցիչներ, ենթակառուցվածքներ եւ զինամթերք։ Հութիների տվյալով Եմենի մայրաքաղաք Սանային եւ այլ տարածքներին ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, վիրավորվել 100-ից ավելին։ Ըստ տեղական ԶԼՄ-ների նրանց թվում կան կանայք եւ երեխաներ։ Անսարալահ շարժումն ի պատասխան հրթիռներով հարվածել է Կարմիր ծովով անցնող ամերիկյան եւ իսրայելական նավերի։ Հութիները նախազգուշացրել են, շարունակելու են թիրախավորել Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում ամերիկյան եւ իսրայելական նավերը, քանի դեռ Իսրայելն արգելափակում է Գազայի հատված մարդասիրական մատակարարումները։ Ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Ըստ ՌԴԱԳՆ հաղորդագրության Սերգեյ Լավրովը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ երկխոսել։ Հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահները Ռեջեփ Թայիպ Էրդողանը եւ Դոնալդ Թրամփը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ համաշխարհային հարցեր։ Ըստ թուրքական կողմի Էրդողանը վստահություն է հայտնել, որ Անկարան եւ Վաշինգտոնը որպես դաշնակիցներ կգործակցեն առաջնորդվելով համերաշխության եւ անկեղծության սկզբունքներով։ Անդրադարձ է եղել Թուրքիայի կողմից ամերիկյան F-16 ինքնաթիռների գնմանը եւ F-35-երի ծրագրին մասնակցության վերականգնմանը։ Էրդողանը նաեւ աջակցություն է հայտնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելուն ուղղված Թրամփի նախաձեռնությունները։ Անդրադառնալով Սիրիային, Էրդողանը ընդգծել է երկրում կայունության վերականգնման հարցում համատեղ ջանքերի կարևորությունը եւ Դամասկոսի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը։ Սերբիայում անցել է վերջին տասնամյակների ամենազանգվածային բողոքի ակցիան, որին մասնակցել են տասնյակ հազարավոր ցուցարարներ։ Քաղաքացիներն անցած տարվա նոյեմբերից պահանջում են հետաքննել Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ երկաթուղային կայարանի ծածկի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել։ Ցուցարարները ընդդիմադիր կուսակցությունները ողբերգության համար մեղադրում են Ալեքսանդր Վուչիչին, նշելով, որ նրա թիմն ի վիճակի չէ կառավարել երկիրը, պայքարել կոռուպցիայի դեմ։ Քաղաքացիները պահանջում են նախագահի հրաժարականը։ Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ակցիայի մասնակիցների խոսքով մարդկանց ցրելու համար իրավապահները ձայնային տեխնիկա են օգտագործել։ Իշխանությունը սակայն հերքում է ուժ կիրառելու մեղադրանքները։ Սերբիայի նախագահը հայտնել է, որ ակցիայի ընթացքում հոսպիտալացվել է 50-ից ավելի մարդ, բերման է ենթարկվել ավելի քան 20 քաղաքացի։ Վուչիչը հավելել է, չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն պատրաստ է առաջիկայում ընտրություններ անցկացնել, եթե սերբերը նոր կառավարություն են ուզում։ Նա համոզմունք է հայտնել, որ արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակ կտանի։ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել դաշնային մի շարք գործակալությունների կրճատման մասին, դրանց թվում է ԱՄՆ գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը, որը վերահսկում է Ազատ Եվրոպա, Ազատություն ռադիոկայանը, Ամերիկայի ձայնը եւ այլ լրատվամիջոցներ։ Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին քայլեր ձեռնարկել եւ չդադարեցնել անկախ ԶԼՄ-ների ֆինանսավորումը։ Սա մարտահրավեր է ամբողջ աշխարհին հաշվի առնելով ավտորիտար ռեժիմների խոսույթը, նշել են կոմիտեից։ Սպիտակ տունը հիմնավորելով որոշումը պնդել է, թե նշված ԶԼՄ-ները զբաղվել են քարոզչությամբ, այդ թվում Ջո Բայդենի օգտին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է կառուցել ամբողջովին նոր ու համեմատաբար մեծ տրամագծով պոչատար խողովակաշար։ Բացի այդ, ձեռնարկությունը ծրագրել է նաև կառուցել մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգ։ Այս երկու խոշոր նախագծերը կոմբինատի արդիականացմանն են ուղղված։ Կոմբինատում նախընտրել են ոչ թե հին ու մաշված խողովակաշարը մասշտաբային հիմնանորոգել, այլ կառուցել լիովին նոր պոչատար խողովակաշար։ Վթարների ռիսկը նվազեցնելու համար որոշում է կայացվել նոր խողովակաշար կառուցել, արդեն 1200 մմ տրամագծի, նույնպես ներսից ներպատումային շերտով, որը կդառնա արդեն կդառնա հիմնական խողովակաշար։ Տրամագծով ավելի մեծ ու գործողի համեմատ որակյալ պոչատարը կհամարվի հիմնական, այլ ոչ թե պահուստային, նշում է կոմբինատի տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը։ Մենք այժմ այդ ջուկերային անցումների հատվածներում ունենք 3-ական խողովակաշար, մեկը դա հիմնական խողովակաշարն է 1000 մմ տրամագծով, որոնք ներսից պատված են հատուկ կայուն նյութով, ներպատումով, որը թույլ չի տալիս, որպեսզի խողովակաշարը արագ մաշվի։ Իսկ մնացած երկու խողովակաշարը դա 2-700 մմ-անոց խողովակաշարեր են, նրանք այժմ մեզ ծառայում են որպես պահեստային։ Երբ որ հիմնական խողովակաշարը վերանորոգվում է կամ վթարը տեղի ունենում, այդ ընթացքում այդ երկու խողովակաշարերը ծառայում են որպես հիմնական խողովակաշար, մինչև որ վերանորոգումը կատարվի։ Հիմիկվա պահեստային խողովակաշարերը 700 մմ-անոց արդեն դեմոնտաժ կանեն, քանի որ նրանց կարիքը էլ չի զգացվի։
Պոչանքը ֆաբրիկայից մինչև Պոչամբար ինքնահոս եղանակով հասնում է 34.5 կիլոմետր երկարությամբ ձգվող պոչատարով։ Այն անցնում է խիստ կտրտված խորը կիրճերով, թունելներով ու դյուկերներով։ Կոմբինատի պատմության մեջ մեծամասամբ վթարները տեղի են ունեցել հիմնականում դյուկերային անցումներում, դրանց նպաստել է նաև աշխարհագրական բարդ դիրքը։ Ուսումնասիրություններն ու փորձը հաշվի առնելով մասնագետները ընտրել են առավել բարդ թեքություններով հատվածները։ Նոր խողովակաշարը կկառուցվի հանքարդյունաբերության ժամանակակից չափորոշիչներով եւ բարձր սեյսմակայնությամբ։ Հաշվի առնելով, որ ամենառիսկային հատվածները դյուկերային անցումներն են, նախկին խորհրդային ժամանակներում այդ երրորդ դյուկերից ազատվել են նոր թունել կառուցելով։ Եվ եղել է նման ծրագիր նաև երկրորդ դյուկերից ազատվելու համար, այդ ծրագիրը կիսատ է մնացել խորհրդային միության փլուզման հետևանքով, այժմ մենք նաև ցանկանում ենք վերականգնել այդ ծրագիրը։ 34.5-ից ընտրված մի քանի կիլոմետրի հիմնանորոգումը կբավարարի բնապահպանական խնդիրներից խուսափելու համար, նշում է Արման Վարդանյանը։ Նախատեսում ենք վերակառուցել այդ 34 կիլոմետրից մոտ 5 կիլոմետրը, 4-8 կիլոմետր։ Դա այն հատվածներն են, 3 հատված են, որտեղ պոչատարը անցնում է խորը կիրճերով, ձորերով եւ հետեւաբար հնարավորություն չկա անցկացնել վաքերի միջոցով, այդ պատճառով այդ հատվածներում անցնում են այսպես կոչված դյուկերային անցումներով։ Կառուցվելիք նոր պոչատար խողովակաշարը կունենա արտահոսքի ռիսկից պաշտպանության լրացուցիչ համակարգ։ Այս փաստը շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության նվազեցման եւս մեկ երաշխիք է։ Եվ քանի որ տրամագիծը մեծացնում ենք, հետեւաբար արագությունը նաեւ նվազելու է, հետեւաբար մաշվածությունը նույնպես նվազելու է։ Հաջորդ բնապահպանական կարևոր նախագիծը մասնակից շրջանառու ջրամատակարարման համակարգն է։ Խտացուցիչ կոչվող նոր կառույցը նպատակ ունի առավել արդյունավետ դարձնել արտադրությունում ջրի կառավարման ծրագիրը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1 տոննա հանքաքարի մշակման համար բնությունից վերցնում է 2 խորանարդ մետր տեխնիկական ջուր։ Կորզումից հետո հանքաքարի մնացորդներն ու տեխնիկական ջուրը միախառնվելով վերածվում են խյուսի եւ հոսում դեպի Պոչամբար։ Իսկ նոր խտացուցիչը գործընթացը առավել արդյունավետ կդարձնի։ Տարեկան վերամշակում ենք 22 միլիոն տոննա հանքաքար, նշանակում է, որ տարեկան բնությունից վերցնում ենք եւ ուղարկում ենք Պոչամբար մոտավորապես 45-46 միլիոն խորանարդ մետր ջուր։ Մեր նպատակն է այդ ջրի մի մասը հենց հարստացիչ ֆաբրիկայի մոտ վերցնել խյուսի մեջից եւ նորից հետ ուղարկել ֆաբրիկա օգտագործել վերամշակման համար։ Խյուսը խտացնելու ենք մինչեւ 40% ջուրմասնիկներ, ինչը կնշանակի, որ տարեկան մոտ 12-ից 15 միլիոն խորանարդ մետր ջուր հենց ֆաբրիկայից դուրս գալուց հետ կվերցնենք եւ հետ կուղարկենք ֆաբրիկա, կօգտագործենք եւ դա չի գնա Պոչամբար եւ ամենակարևորը այդ 12-15 միլիոն խորանարդ մետր ջուրը բնությունից չենք վերցնի։ 50 մետր տրամագծով ժամանակակից խտացուցիչը պետք է ձեռք բերվի օգտակար հանածոների վերամշակման ոլորտում համաշխարհային հայտնի արտադրող ընկերությունից։ Դա ինչ է, մետաղական կառուցվածք է, որտեղ կենտրոնախույս արագացման ազդեցության տակ անջատվում է ջուրը խյուսից եւ վերցված արդեն բարձրացված ջուրը օգտագործում ենք նորից հաստատիչ ֆաբրիկայում։ Վերենշված այս երկու խոշոր ծրագրերը ուղղված են բնապահպանական եւ տեխնիկական ռիսկերի նվազեցմանը, որոնք կոմբինատի առաջնային խնդիրներից են։ Թեմայի շուրջ անցած շաբաթ լրատվամիջոցներին տված հարցազրույցում կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը մասնավորապես ընդգծել էր. «Ինձ համար էականը մեր որդեգրած քաղաքականությունների շրջանակում այս նախագծի բնապահպանական, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, կլիմայական փոփոխություններին ադապտացիայի, արտադրական պրոցեսի արդիականացմանը, միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված ջանքերն են, որոնք ինչպես եւ խոստացվել էր, իրականացվում են»։ Գավառ համայնքի ավականու 8-րդ նստաշրջանի երկրորդ նիստ իրականացվում է թվայնացված եղանակով։ Նիստերի անցկացման համար համայնքապետարանում ներդրվել է ավտոմատացված ծրագիր։ Հանրապետությունում համակարգն առաջինը Գավառում է գործարկվում։ Պիլոտային ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի կանայք քաղաքականության հանրային կառավարման եւ քաղաքացիական հասարակության մեջ ծրագրի շրջանակում Գավառ համայնքի ղեկավարին կից կանանց եւ երիտասարդների խորհրդակցական մարմինը։ Մեր երիտասարդների կողմից առաջարկված այս գաղափարը առաջին է Հայաստանում եւ փորձնական շրջանում մենք փորձում ենք թվայնացնել բոլոր գործընթացը ավականու նիստերի նպատակը ունենալով ավելի մատչելի եւ ավելի հասանելի դարձնել բնակիչներին։
Ծրագրի արդյունքում ձեռք են բերվել թվայնացման գործընթացն ապահովող համապատասխան տեխնիկաներ, 2 հեռուստացույց, անլար բարձրախոսներ, հեռակառավարման վահանակ եւ պլանշետներ։ 4 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության լավ կառավարման հիմնադրամի աջակցությամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Օքսիջեն հիմնադրամի համագործակցությամբ։ 2 միլիոն դրամը ներդրել է Գավառի համայնքապետարանը, համայնքի ղեկավարին կից կանանց եւ երիտասարդների խորհրդակցական մարմնի կողմից իրականացվող Տիմ բնակիչ կապ դրամաշնորհային ծրագրով։ Այս ծրագրի ավարտից հետո մենք փորձելու ենք մեր խորհրդի անդամները այլ ծրագրի դիմել, որպեսզի գործընթացները, որոնք որ դեռ ունեն թվայնացման կարիք, շարունակվեն։ Տիմ բնակիչ կապ ծրագրի շրջանակներում Գավառում նաև իրականացվել են ֆորում թատրոններ, տեղեկատվական թռուցիկների տպագրում եւ սոցիալական հարթակի ստեղծում։ Վերջիններից նպատակն է խթանել համայնքի բնակիչների ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման գործընթացներում եւ համայնքային խնդիրների լուծման հարցերում։ Մարտի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4410 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 մեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 157, առանց վարորդական իրավունքի վկայականի 318 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարիչի հետ կապված 17, չամրակապված վարելու 934, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 319, վարելիս հեռախոսից օգտվելու 190, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 27 եւ 1572 այլ իրավախախտումներ, 112 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 293-ը տեխնիկական զննություն չանցած, 92-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 112-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 76 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14473 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 302 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 200, առանց վարորդական իրավունքի վկայականի 728 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարիչի հետ կապված 114, չամրակապված վարելու 3388, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 368, վարելիս հեռախոսից օգտվելու 555, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 33, արագության գերազանցման 2271 եւ 4227 այլ իրավախախտումներ, 419 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1359-ը տեխնիկական զննություն չանցած, 498-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 12-ը բեռնատարներ, 141-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 57 անձ։ Այստեղ եք Արսեն Լուտքին կարող եք մոտենալ, եթե ոչ, ապա փաստորեցիք ձեր հնարավորությունը։ Անցնում ենք հաջորդ անունին։ Արդեն ավանդույթ դարձած խաղարկությունով ու անակնկալ նվերներով Գյումրիում Ռիժկովի 6 հասցեում Կոմսթոր տեխնիկայի խանութ սրահն արդեն երկրորդ մասնաճյուղն է բացում։ Կոմսթոր խանութսրահի երկրորդ մասնաճյուղը պաշտոնապես բացված է, կարող եք մեր համենալ եւ շապարել կդումներ։ Գյումրիում շուրջ 1 տարվա գործունեությունից հետո խանութ սրահը հասցրել է քաղաքում ձեռք բերել վստահություն ու ապահովել բարձր մրցակցություն, ինչը թույլ է տվել գործունեությունն ընդլայնել, ընդ որում ներկայանալ առավել մեծ տեսականիով։ Այնինչը ունենք ավելացրել ենք, այսինքն կա ավելի մեծ նոթբուքերի տեսականի, հեռախոսների տեսականի, աքսեսուարների ու նաև ավելացրել ենք նոր բաժին, մանր կենցաղային տեխնիկա եւ հեռուստացույցներ։ Արդեն հանդիսանում ենք բազմաթիվ նոր բրենդների պաշտոնական մատակարար։ Մենք իսկապես դարձանք Գյումրիում բազմաթիվ կառույցների, ինչպես նաև անհատների համար ուղիղ տեխնիկայի ներգրողը ու շահեցինք մարդկանց վստահությունը, կրկնում եմ, սա կրկին ճիշտ եւ ճկուն գնային քաղաքականության շնորհիվ էր։ Հեռուստացույցերի, հեռախոսների, նոթբուքերի, աքսեսուարների ու արտային կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող Կոմսթոր խանութսրահը համոզված է այս հասցեում եւս գնորդների պակաս չեն ունենա։ Ձևավորած աշխատանքային սկզբունքներով կհաջողեն նաեւ քաղաքի այս հատվածում։ Ունենք արդեն հսկայական բազա հաճախորդների, ունենք գրեթե բոլոր հայտնի բրենդները, Dell, Asus, Lenovo, HP, Apple։ Կա տարածված խոսակցություն, որ եթե օրինակ գնային քաղաքականության
արտոնությունը մաչելի է, ուրեմն չի կարող ունենալ օրիգինալ ապրանք, բայց մենք ապացուցում ենք հակառակը, որովհետև արդեն 1 տարվա ընթացքում, եթե մենք սխալված լինենք մեր քայլերում, ապա այդ մասին արդեն իսկ կիմանայինք արձագանքի շնորհիվ։ Բրենդային տեխնիկա ձեռք բերելուն զուգահեռ Կոմսթորում մատուցվում են նաև տեխնիկայի վերանորոգման ծառայություններ, արհեստավարժու գիտակ թիմի շնորհիվ եւ սպասարկման բարձր որակով։ Միշտ պատրաստ ենք հաճախորդներին օգնելու, տվյալ ապրանքի օգտագործման մասին ինֆոն տրամադրելու, տեղում փորձարկում ենք ապրանքը, այսինքն հետագայում եթե ապրանքը մեզ մոտից կնի տանի, ինչ-որ խնդիրներ չեն առաջանա։ Գործում է ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ վաճառք։ Կոմսթորն համագործակցում է բոլոր բանկերի հետ։ Կոմսթորի արդեն հավատարիմ հաճախորդներն են կիսում իրենց վստահությունն ու նշում, երբ խորհուրդ տալու պահն է գալիս, թե որտեղից գնել անհրաժեշտ տեխնիկան, պատասխանն իհարկե մեկն է՝ Կոմսթոր։ Սպասարկումը հիանալի ու խորհուրդ կտամ բոլորին օգտվել եւ շահել իրենց նվերները ինչ չէ։ Այսուհետ Կոմսթորն ունի 2 հասցե Սայեթնովա 5 կոտորակ 7 եւ Ռիժկովի 6 Կոմսթոր տեխնիկայի օգնականը քո այս մեծ աշխարհում։